որ այդ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ևս այդ հարցը հարցադրումների ձևով եւ պատասխանների ձևով հնչել է եւ դուք հանդիպել եք ծնողների հետ ուղղակի ինչ է ասում ես չեմ հանդիպել դրա մասին պարզաբանում տրվել է արդեն եւ կրկնել որ ծնողները ևս Հակառակին չի յոգի ասում Պարոն Սարգսյան, ձեզ համար ընդունել շաբաթը մեկ լողանում պարոն Սարգսյան ձեր թիմակից Սարգսյանն ասում որ շաբաթ հենց Եվ զորավոր շենքի Չէ, ներողություն, իմ հարցը պարոն Սարգսյան, անպատասխան մնաց իմ հարցը, ինչու են զինվորները շաբաթը մեկ լողանում, ինչպես քպական Հայկ Սարգսյանն է ասում։ Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում։ Ես չգիտեմ Դուք կարող եք լողանալու շաբաթը մեկ Տեսեք, պաշտպանության նախարարությունում համակարգող ոլորտներ կան, ես տեղյակ չեմ, որ զինվորը Բայց դուք բացառում եք, որ նման խնդիր կա։ Հարգարժան պարոն Կիրակոսյան, ես Պարզապես նորից ասեմ։ Տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը, ես կարծում եմ, որ չլողացած զինվոր մենք չունենք, եթե մեր զինվորները ասում են ոլորտը ես չեմ համակարգում, դրանք զինվորական կարգապահության, նախատեսված իրավակարգավորումներով լուծվող հարցեր են, բայց որևէ խնդիր այդ հարցով մինչև հիմա չի եղել, նվազման մասին խոսելը կամ այլ բանի մասին խոսելը, ես կարծեմ թվեր չհնչեցվեց, հնչեցվեց տոկոսային թվեր, ես կարծում եմ, որ Հայաստանի հնչող սպառնալիքների ֆոնին, արդյոք Հայաստանը քննարկում է հապկից վերջնականապես դուրս գալու քայլը։ Կարծում եմ, այդ հարցի Պարոն Սարգսյան, որպես նախկին ոստիկանապետ, ձեզ համար ընդունելի է 10 տարի հետազոտել երկրի ապահովում շուտելով որ Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը, բայց մի բան իրականում չեմ տեսել, չէ, բայց մի բան ասեմ, որ ես չգիտեմ ինչքանով է իրավաչափ գործողությունները, բայց ոստիկանության ծառայողներ տեղյակ չեմ, ես մի բան գիտեմ, որ ոստիկանությունը նաև ֆիզիկական ուժ գործադրելու օրենքով իրավունք ունի։ Վարդենիսի զորամասում կներեք, բայց հələ չեմ տվել հարցը։ Նարեկ ջան, ես հասկանում եմ չեք տվել, ես այս հարցի մասին եմ ասում, մանրամասներին տեղյակ։ Վարդենիսի զորամասում մի քանի աղմուկները շրջանառեք իր ոլորտից հարցնենք։ Բնն իր ոլորտը, ոչ թե ոստիկանությունը։ Վարդենիսի զորամասում մի քանի աղմկահարույց դեպքեր եղան, մահվան դեպքեր եղան մի քանի հատ նույն զորամասում։ Սա ինչով է պայմանավորված, ինչու պատշաճ ուշադրություն, հետևողականություն չի ցուցաբերվում պարոն Սարգսյան։ Նարեկ ջան, պատշաճ հետևողականություն ցուցաբերվում է եւ նաեւ մեր վիճակագրությունն է խոսում դրա մասին։ Խնդրում եմ շարունակեք Սպանություններ ասելը ուղղված է, որտեղ 25 թվականին անգամ սպանություն չի եղել։ Եվ ներ սպանություններ, թե դրա համար եմ ասում, որակումները այլ են, որովհետև մահվան դեպքը նաև զոհեր է ներկայացվում, բայց պարզում է, որ մարդը մահացել է իր առողջության խնդիրների բերումով եւ այդպես շարունակ։ Այս վարժական հավաքներից մեկի ժամանակ վերջերս ունեցանք մեկ զոհ եւ մեկ վիրավոր։ Այդ ո՞նց հաստատվում։ Ես ուզում եմ տեղյակ պահել, որ յուրաքանչյուր դեպքը քննության առարկա է դառնում թե նախաքննական մարմնի կողմից եւ թե դրա հանգամանքները բարձր ուղղությամբ կատարվում է ծառայողական քննություն։ Եվ հետևաբար այդ ծառայողական քննության արդյունքները նախաքննական մարմնի հրապարակվում են ու բոլորի համար դառնում են ծառայողական քննությունները, բայց դիվը չի նվազում մահերի։ Ձեզով է ասում չի նվազում։ Մենք տեսնում ենք, որ պարբերաբար Դուք ուրեմն խնդրեմ տեսնեք նաև հարցում կատարեք, մենք ձեզ թվային տվյալներ տանք, որ տեսնեք դուք ինքներդ, որ մենք նախորդ տարի ունեցել ենք ընդամենը 30 մահվան դեպք, ես միգուցե 1-2-ով այսպես շեղում լինի, բայց կարծում եմ ճշգրիտ է, որից ընդամենը 6-ն էլ
ծառայության բերումով մյուսները մեր զինծառայողները իրենց բնակարաններում, իրենց չգիտեմ, Պարոն Սարգսյան կնեք, բայց այդ Վարդենի ասած դեպքով մի դեպքով հրամանատարն է կարծեմ կալանավը, մյուսով ծառայակիցը, այսինքն ներանձնային այդ խնդիրների հարցը չի լուծվում։ դե եթե քչանում են դեպքերը, նշանակում է լուծվում են կամ առնվազն լուծման ճանապարհին են։ Եվ պետք է տեսնել նաև դրականը, որովհետև եթե մենք ունենք դեպքերի նվազում, դա խոսում է կատարված աշխատանքների, որ եթե արկայի նույնիսկ մեկ դեպք, ապա այդ մեկ դեպքը նույնպես մտահոգիչ է։ Պարոն Սարգսյան, դուք երգում եք, որ գրաված տարածքներում ադրբեջանցիները հաստատվում են, ենթակառուցվածքներ են կառուցում։ Իհարկե, խնդրում եմ այդ առումով եւս Ադրբեջանցիները հետևեք կառուցել են, պաշտպանության նախարարության կլսեք ինձ։ Իմ հարցը ախր չեք լսում։ Ձեր հարցը ես լսել եմ քաղաքական ուժերի կողմից, հետո նաև լսել եմ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի պրոֆեսիոնալ պարզաբանումը։ Խնդրում եմ դա հիմք ընդունեք։ Այդ վիդեոները քարտեզներ են հրապարակվում։ Քարտեզ բոլորս էլ ունենք, իմ երեխաներն էլ, ձեր հարևաններն էլ, բոլորը քարտեզ Բայց նույնիսկ այդ ԽՍՀՄ քարտեզները, պարոն Սարգսյան, որ ՊՆՆ-ը 5